Բանակցային առաջարկների գաղտնազերծման օրով Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունն աչքովս ընկնում, Պուտինը գնացել է հրամանատարական կետերից մեկը ու գլխավոր շտաբի պետը զեկուցում է. ազատագրել ենք ԴՆՌ-ի Կրասնոարմեյսկ քաղաքը ու Խարկովի մարզի Վոլչանսկը, բանալի բառը ազատագրելն է, այլ պետության միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ազատագրում են սեփականը, ուրիշինը ազատագրելը ո՞րն է։ Ես գլխից ասեմ, Ուկրաինան ինձ տաքու սառը չի, դա Թուրքին շնորհավորած պետություն է, այստեղ հարցը ուրիշ է։ Ռուսները կանասեն այդ լրիվ ռուսական հողը ու երևի շատ չեն սխալվի։ Արցախի շրջագծով մեր ազատագրած բոլորն էլ հայկական են, շատ ավելի, քան իրենցը ռուսական։ Երրորդ պատերազմից հետո, նոյեմբերին թե դեկտեմբերին էր, Պուտինը Արցախում մեր գործողությունները բնորոշում է օկուպացիա, ու էլի մի քանի անգամ տարբեր առիթներով։ Ինքը ու իր Լավրովը մեզ անվանում են օկուպանտ։ 26 տարի օկուպանտ չէինք, մինչև նոյեմբերի 9-ը։ Հենց պարտվեցինք, այդ վաղ դառանք։ Ասում են, եզը որ ընկնում է, դանակավորը շատանում է։ Ժողովրդի այս թեզը մի քիչ զարգացնեմ, իսկ չընկնող եզ կա։